ստրիպ նախագիծը ուրեմն Հայաստանում խաղաղության, կայունության, անվտանգության կարևոր երաշխիքներից մեկն է եւ 3 նախաստորագրման եւ առաջիկա ստորագրման հետ կապված ես շնորհավորում եմ բոլորիդ սա մեծ պատմական իրադարձություն է հիմա հիշենք նաեւ ինչ էր ասում ընդդիմությունը 2024 թվին ասում էր սա պատերազմ անելու Ես ասում եմ պատերազմ չի լինելու խաղաղություն եւ պատերազմ չեղավ եղավ խաղաղություն եւ խաղաղություն ինչի առիթով նույնպես ես ձեզ շնորհավորում եմ ավելին ընդդիմությունը Սյունիքի եւ Մեղրիի ողջ էր դրել տարիներով ողջ էր դրել ես ձեզ այսօր ասում եմ որ այսօր Սյունիքը անվտանգ ավելի քան երբևէ Այսօր Սյունիքին որևէ բան չի սպառնում եւ սա համոզվելու համար պետք է նայել անշարժ գույքի գներին եւ շուկային Միջև երեկվա ստորագրումը արդեն օգոստոսի 8-ից հետո Սյունիքում անշարժ գույքի գները 30%-ով ավելացել են Երեկվա ստորագրումից հետո եւս 30%-ով են ավելանալու Առաջիկայում վավերացումն է տեղի ունենալու եւս 30%-ով են ավելանալու Շինարարական աշխատանքներն է սկսելու էլի ավելանալու են Ես ուզում եմ հիշեցնեմ որ Սյունիքի հետ կապված մտավախություններ 90-ականների սկզբից են ընչում Եթե դուք 90-ականների սկզբի մամուլը արխիվում գնաք տեսնեք Այնտեղ կտեսնեք, որ գրեթե ամեն շաբաթ խոսում են ինչ-որ ծրագրի մասին, որ մեր իրականության մեջ հայտնի է Գոբլի ծրագիր անունով, որ ծրագիր կա, որ Սյունիքը Հայաստանից անջատեն եւ այլն, Եթե նույնիսկ եղել այդ ծրագիր, եթե նույնիսկ եղել է նման ծրագիր, այդ ծրագիրը այլևս չկա, որովհետև Հայաստանի Հանրապետությունը երաշխավորել է իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետությունը երաշխավորել է իր տարածքային ամբողջականությունը եւ այս առիթով բոլորիդ նույնպես շնորհավորում եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։